Հայաստան-Իրան առևտրային գոտում Մեղրի նոր դուզ անցակետի մոտ բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդները դաժան ծեծի են ենթարկվել։ Իրանից Հայաստան եկող վարորդներից մեկը Արմեն Մնացականյանը հրապարակին պատմեց, որ իրանցի քաղաքացիներ են իրենց մոտեցել, առաջարկել են դիզվառելիք գնել, սպառնացել են, թե չգնելու դեպքում թմրանյութ կգցեն բեռների մեջ։ Երբ հայ վարորդները չեն համաձայնել, ծեծի են ենթարկել նրանց, մարմնական վնասվածքներ պատճառել։ Եկա բակը ճղան, սկսան թել տալի, ասում են, որ հանկարծ չլսա պլան է թալելու ավտո։ Ամեն օր նույն բաներն է կատարում սաղի մոտը։ Շուտ ես նկարել, ես ինչ են։ Լեռնիկ Նազարյանը, որ նույնպես ծեծի է ենթարկվել, մեծ զրույցում ասաց, որ սա առաջին դեպքը չէ, պարբերաբար իրանցիները հարձակվում են հայ վարորդների վրա։ Վարորդները նշեցին նաև, որ Իրանի իրավապահները դեպքի վայրում են, արձանագրում են կատարվածը, բայց նման դեպքերում պետք է պետությունն արձագանքի, տեր կանգնի իր քաղաքացիներին։